Բարի օր հարգելի ժողովուրդ, հարգելի պացիենտներ, հարազատներ, ու ինչու՞ չէ նաև գոլեգաներ, ողջույն։ Այսօր ուզում եմ խոսել մի հետաքրքիր դեպքի մասին, որ առնչվում եմ երբեմն այսօր էլ առիթ հանդիսացավ մի դեպք սրա մասին խոսելու, երբ մարդիկ օրվա ընթացքում հատկապես երիտասարդ, հատկապես ընդհանուր այսպես օրգանական խնդիրներ չունեցող, այսինքն պրակտիկորեն առողջ մարդիկ, երբ որ ունենում են պուլսի արագացում, սրտի զարկերի արագացում, երբ որ չափում են կամ ունենում են սրտի զարկերի դանդաղում, հակառակը։ Ուրեմն հատկապես ես չգիտեի, այսինքն կռահում էի, բայց որ ժամացույցների վրա փաստորեն կա սրտի զարկերը հաշվող ֆունկցիա, եւ փաստորեն մարդիկ կան, տվյալ դեպքում ես պացիենտ ունեցա, ում սրտի զարկերը ժամացույցը անընդհատ ցույց է տալի։ Այսինքն մարդը կարա ցանկացած պահի նայի եւ ժամացույցը ցույց է տալի իր սրտի զարկերը։ Տեխնիկապես իհարկե սա խնդիր չի, բայց բժշկական տեսանկյունից սա կարող է խնդիր դառնա, ու ուզում եմ հենց դրա մասին խոսել, երբ որ ժամացույցը փաստացի մարդուն ամեն վայրկյան կարող օրվա ընթացքում ցույց տա, թե իր սրտի զարկերը ինչքան են։ Մի խոսքով խնդիրը սա է։ Հիմա եկեք տեսնենք սա ինչ երևույթ է։ Նախ, եթե ունեք սրտի զարկերի պակասում, օրինակ 60 սրտի զարկ կամ հաճախացում 80-90 ավել հանգստի ժամանակ, 90-85 հանգստի ժամանակ, անպայման դիմեք սրտաբանի։ Ես որպես մարսողական լյարդի հիվանդությունների մասնագետ, այսպիսի պացիենտներին ոչ թե բուժում եմ, այլ մարսողական խնդիրներով պացիենտները երբեմն ունենում են նաև այսպիսի սրտային այսպես թվացial խնդիրներ, բայց այնուամենայնիվ առաջինը որ կասեմ, հարգելի ժողովուրդ, եթե ունեք սրտի ռիթմի խանգարում, եթե ունեք զարկերի հաճախացում կամ դանդաղացում, անպայման դիմեք սրտաբանի, դիմեք առիթմոլոգի, դա նույնպես սրտաբանով զբաղվում է նեղ մասնագիտական որակավորված ուրեմն փորձառություն եւ կրթություն ունի առիթմիաներով զբաղվելու, եւ այնտեղ սրտագրություն կանեն, հոլտեր, այսինքն օրվա 24-ժամյա սրտագրություն կանեն, ապարատը կկպցնեն, եւ ձեզ կասեն դուք խնդրեմ ունեք թե չէ։ Այ երբ որ հետազոտությունից հետո ձեզ կասեն, որ դուք խնդրեմ չունեք, ուշադիր, այդպես սկսում է իմ այս լայվի ամբողջ թեման։ Եթե ձեզ ասում են, որ էական առողջությանը համար կլինիկորեն նշանակալի խնդիր չունեք։ Հիմա եկեք ասեմ ինչ պետք է անենք։ Ժողովուրդ ջան, ընդհանրապես մեր օրգանիզմը մեզանից շատ ֆունկցիաներ, այսպես ասած, թաքուն է պահում, մեր գիտակցությանը չի հասցնում։ Ես սկսեմ օրինակ աղմուկներից, օրինակ տեսեք, մեր լսողական հաճախությունը դա 16 հերցից, 20 հերցից մինչև 20,000 հերցն է, որ հնարավոր է մարդու ականջը լսի։ Դրանից ցածր եւ դրանից բարձր տատանումները մարդը չի լսում որպես ձայն, չի լսում։ Հիմա, բայց մեր օրգանիզմը, օրինակ հիմա ես մկանները շարժում եմ, այս մկանների շարժման ժամանակ տատանումներ է լինում։ Հոդերը աշխատելուց տատանումներ է լինում։ Արյունը, որ ամեն վայրկյան հոսում է զարկերակներով կամ երակներով, դա ձայնային, այսպես ասած, ալիքներ է առաջանում, որոնք մեզ համար լսելի չեն։ Եթե մեզ համար այդ ձայնային ալիքները լինեին լսելի, մենք կխելագարվեինք։ Ամբողջ օրը պատրավ ասենք քնային զարկերակների վրա ամբողջ օրը լսում ես այդ ձայնային տատանումները։ Մեր ուղեղը բնության կողմից անջատած է այնպիսի ֆունկցիաներից, որոնք մեր գիտակցականին չեն վերաբերվում եւ մեր անգիտակցական վեգետատիվ կոչվող նյարդային համակարգը ինստինկտյան կատարում է։ Մենք օրինակ խորը շնչելուց կարող մի թեթև ձայն լսենք, երբեմն բրոնխիասպազմի ժամանակ ֆսոցը լսվում է, բայց այնպես չի, որ սովորական շնչառության ժամանակ այնտեղ ձայնային տատանումներ չկա, կամ սրտի բաբախը, մինչև հատուկ ֆանենդասկոպով չդնես, չլսես, չես լսի, բայց սրտի բաբախը անընդհատ կա, չէ։ Այսինքն կան, այսի լսելու հետ կապված, նույնը վերաբերվում է սրտի ռիթմին, մարսողության աշխատանքին, այսինքն ներքին օրգանները աշխատում են մեր գիտակցությունից եւ մեր մասնակցությունից, գիտակցական կամային մասնակցությունից անկախ։ Բնությունը այդպես ստեղծել է։
Նույնը սրտի զարկերն է, պուլսը կլինի 60, կլինի 70 թե 80, 80։ Դա մեր գործը չի։ Եթե բժիշկն ասել է, որ դա պրոբլեմ չկա, դա մեր գործը չի։ Մենք չպետք է դնենք սպասի տենամ ինչքան է, կամ մարդիկ կան ջերմություն են չափում։ Ջերմաչափը դնում են, հենց սպասի տենամ ինչքան է ջերմությունս։ Վատ ես զգում, հիվանդ ես, դիմի բժիշկի, առողջ ես, հիվանդ ես, կամ դիմել ես բժիշկի, ասել է պրոբլեմ չկա։ Ինչի ես առավոտ 2 օր իրիկուն ջերմություն չափում։ Իմաստը։ Կան ֆունկցիաներ օրգանիզմի, հատկանիշներ, որոնք մեր գիտակցության հետ չպիտի առնչություն ունենան։ Բայց երբ մենք սկսում ենք քիթներս խոթել այդ ֆունկցիաների մեջ, օրինակ պուլսին, եկան կանգնանք ամենակարևորին։ Այնտեղ սկսում են խնդիրներ առաջանալ։ Ինչ խնդիրներ, ես հեսա մեխանիզմով կբացատրեմ, հա։ Ինչ խնդիրներ են առաջանում, երբ որ մարդը քիթը խոթում է ներքին օրգանների աշխատանքի, ռիթմի եւ այլնի մեջ։ Եթե այլ առումներով առողջ եք, եթե սրտաբանները խնդիր չեն տեսել։ Այդ ժամացույցի վրա ամեն օր ցույց տվող, ամեն վայրկյան ցույց տվող ձեր պուլսը, դա պրոբլեմ է։ Բնությունը, որ պետք լիներ, որ դուք ամեն րոպե իմանայիք ձեր պուլսը ինչքան է, մի հատ օրգան կստեղծեր կամ միտեղ, դուք այդ օրգանով այդ կիմանայիք։ Եթե բնությունը տես բան չի ստեղծել, ուրեմն պետք չի ժամացույցով ամեն վայրկյան նայել տենալ պուլսս ինչքան է։ Հասկամ ջերմությունը չափել տեսնել ինչքան է։ Պետք չի։ Բնությունը գիտի ինչ է անում։ Հիմա եւ այս մարդիկ հիմնականում ժողովրդական լեզվով ասած նևրոտիկներ կամ առողջական առողջության վրա առողջ լինելու վրա ֆիքսված մարդիկ, ու պատահում են այդպեսի, դա էլ առանձին հոգեուզական խնդրեմ է, դա էլ առանձին խնդիր է, բայց սկսում են ուսումնասիրել իրենց ֆիզիոլոգիական ֆունկցիաները, օրվա ընթացքում մոնիտորինգ անել։ Եվ ինչա տեղի ունենում։ Հիմա տեսեք, հանգիստ նստած եմ։ Հիմա եթե ես սկսեմ իմ պուլսը չափել, մտահոգված, լարված, որ ահա հլտենամ Աստված ջան, ինչքան է պուլսս, կամ սպասի մի հատ ժամացույցը սեղմեմ, այդ ստրեսը, այդ մտահոգությունը կարա ձեր մոտ առաջացնի հաճախասրտություն։ Ինչը նորմալ ռեակցիա է ձեր անհանգստությանը, ձեր լարվածությանը, ձեր մտահոգությանը։ Ու մեկ էլ տենում ես 90 պուլսը։ Ու արդեն բժիշկներն ասել են, որ պրոբլեմ չկա, դու արդեն չէ, փաստորեն այս բժիշկները մի բան լավ չեն հասկանում, փաստորեն պրոբլեմ կա։ Ու սկսում ես արդեն անհանգստանալ։ Չեղած տեղից պրոբլեմա առաջանում, չեղած տեղից։ Մյուս տարբերակը սրտի դանդաղումը։ Երբ որ օրինակ որոշում եք, որ մի հատ չափեմ պուլսս ինչքան է կամ մի րոպե ժամացույցի վրա ստուգեմ, տեսնեմ պուլսս ինչքան է, մի պահ այդ ուշադրությունը կենտրոնացնելուց հնարավոր է մի քիչ մակերեսային շնչեք։ Նույնիսկ ձեզանից աննկատ մի պահ այդ լարվածությունից շունչը պահեք, այս դեպքում վագուս թափառող ներվ գոյություն ունի, որը դանդաղացնում է սրտի զարկերը։ Կարճ ժամանակով, մի քանի վայրկյանով կամ մի քանի տասնյակ վայրկյանով դանդաղացնում է սրտի զարկերը։ Այդ ձեր անհանգստությունը, դա շնչառական խորության կամ թուլացումից կամ շնչառությունը մի պահ պահելուց ձեզանից աննկատ դա ենթագիտակցորեն, անգիտակցորեն ինստինկտիվ է տեղի ունենում։ Մեկ էլ տենում ես այնա պուլսը դանդաղել է։ Ասում ես, հա, լավ չէ, պրոբլեմ կա, չեղած տեղից։ Ուրեմն այստեղից գալիս ենք հետևյալին։ Նախ ինքներդ ձեր ֆիզիոլոգիական ֆունկցիաները, որը բնությունը ձեզանից անջատ է դրել, եթե չունեք խնդիր, հիվանդություն, լուրջ գանգատներ, մի ստուգեք։ Եթե ունեք, ստուգեցիք ինչ-որ շեղում տեսակ, դիմեք բժիշկի, համապատասխան մասնագետը թող վերլուծի։ Եթե չունեք, չգիտեք ում դիմեք, ChatGPT-ին հարցրեք, նա կասի ում դիմեք։ Դիմեք ընտանեկան բժշկի, օրինակ, թերապևտի դիմեք։ Նա ձեզ կասի ինչ-ինչոց է։ Եվ եթե բժիշկներն ասացին, որ դուք պրոբլեմ չունեք, ուրեմն գնացեք, զբաղվեք ձեր բուն գործով, անելիքով, եթե այնքան լավ եք ապրում, որ զբաղմունք պետք չի, չարչարանք պետք չի, գնացեք վայելեք ձեր կյանքը։ Առանց պրոբլեմների, հայավարի դարդման մի եկեք, հոգսման մի եկեք, մի բզբզեք, հարգելի ժողովուրդ ջան, սրանով շատ առողջ մարդիկ կազատվեն ավելորդ մտահոգությունից, ավելորդ վախերից, ավելորդ անհանգստությունից։ Ահա այսօր սրա մասին էի ուզում խոսել, որ երբ որ անպատե, անհիմն կերպով ստուգում եք ձեր ֆիզիոլոգիական տարբեր ֆունկցիաներ կամ
մոնիտորինգի ենթարկում տարբեր օրգանիզմի հատկանիշներ, որոնք պրակտիկորեն առողջ իրավիճակում ուղղակի հետաքրքրություն բավարարելու համար իմացեք դա արդեն ավելորդ մտահոգություն է, որը հոգեուզական խնդիր է։ Դա արդեն ավելորդ ֆիքսվածություն է առողջականի վրա, որը միգուցե նյարդաբանների, հոգեբանների կողմից բուժման կարիք ունի։ Այ դրա մասին մտածեք։ Եթե այսքանը լսելուց հետո կամ սրտաբանների, մյուս թերապևտների խոսքից հետո չեք մխիթարվում, ձեր անհանգստությունն ու մտահոգությունը շարունակվում է, դուք մտածում եք, որ բժիշկները չեն հասկանում ձեզ, ապա ամենալավը ձեզ հասկացողը բժիշկ հոգեբաններն են, դիմեք բժիշկ հոգեբաններին, իրենք ձեզ շատ լավ կհասկանան ու շատ լավ կհասկացնեն, որ պետք չի ավելորդ ֆիքսվածություն առողջականի եւ ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա։ Այս թեմային այլ կտրվածքով մենք գուցե մի օր էլի կանդրադառնանք, բայց կարծում եմ այսօրվա համար այսքանը։ Իմ ընդհանրապես հետևորդներին ես խորհուրդ եմ տալիս, ովքեր սպասում են ինձանից քաղաքական թեմաներով եթերներ, ապա ես այսուհետ որոշել եմ քաղաքական թեմաներով եթերները անել YouTube-ում, ոչ թե Facebook-ում, որովհետև բոտերի կողմից, ֆեյքերի ֆաբրիկաների կողմից ռիփորտ է արվում եւ ասենք տեսանելիությունը կտրուկ նվազում է Facebook-ում, եւ ինձ կարող եք քաղաքական թեմաներով տեսնել YouTube-ում, մասնավորապես AMCN AMCN լրատվական կայքում մեր Հարութի Մանուկյան ստեղծած կայքն է, ես կդնեմ Facebook-ում էլ կկիսվեմ, շուտով հենց ուղիղ եթերները կանեմ միանգամից AMCN կայքից, ապա այնտեղ կարող եք հետևել իմ քաղաքական թեմաներով հաղորդումներին, երեք մի հատ հրապարակել եմ, շաբաթ օրը մի նկարահանում կլինի, երկուշաբթի էլի մի հատ կներկայացնեմ։ Այսօրվա համար թերևս այսքանը, հարգելի ժողովուրդ ջան, լավ եղեք, առողջ եղեք, դարդման մի եկեք, ավելորդ հոգսերման մի եկեք, Թումանյանի Կիկոսի մահը կարդացեք եւ տեսեք ինչ ա լինում, երբ որ պրակտիկորեն առողջ մարդը, պրակտիկորեն անդարդ մարդը անհիմն մտքերի հետևից ընկնելով գնում հասնում է սուք ու շիվարին, ցավին ու դարդին, մի խոսքով Թումանյանը դրա մասին գրել է Կիկոսի մահը։ Կարդացեք, դասեր քաղեք, մի խոսքով, թերևս այսքանը, շնորհակալություն, ցտեսություն։